Վանևան, որտեղ մեր հոբելյարն իր ընտանիքի հետ զբոսնում են։ Ծննդյան օրն է գնացել են Գալիս են, այդ դուք եք ալի առաջ։ Հա։ Քո փողովից չզարմացնես, գրողի տարած ու չի ծախում ջոգիր։ Որ մեկնա։ Սև կուրկայա։ Ու չգիտի հոբելյարը, որ մենք գնում ենք հիմա նրանց ետևից, գնում ենք, որ գեղեցիկ անակնկալ կազմակերպենք։ Հարսիկը Ձյաննան մեծ սիրով ու մանրակրկիտ մտածել է անակնկալը, սա նրա գաղափարն է, մենք կապ չունենք։ Ավելի լավ տեղ էլ չէր կա։ Երար դե կյանքս էլ արախերի փռշտ, բա։ Մեր ժամ միացը չանցում, առողջություն։ Վախեցաք։ Շատ։ Անուշ աղբեր վիճակ։ Շնորհավոր։ Հարազատներ, արգանքներս, այսօր էլ օրը սկսեցին գեղարքունյաց աշխարհից գեղամաթագուհու ֆոնով եւ իհարկե Սուրբ Արմաղան լեռով։ Մենք հիմա գնում ենք ինչ? Վանևանք, օրո մարդու բան չեր էլ է։ Աղբեր շուտ բայա։ Ինչ էլ նմա ժեշտին էլի ջանդամ։ Ժեշտին թոլի, տղեկը ուժեղ են, կաշխատեն նորից ժեշտ կառնեն, էլի այսպես գազ կտան։ Բարեկամներ, Մարտունին է Գեղովիտը, Սևանի ֆոնին, հրաշք, համայնապատկեր, ծիծեռնակասարը, չենք մոռանում, այս սարյանը ես դրել եմ ծիծեռնակասար, չգիտեմ անունն ինչա, բայց ես արդեն դրել եմ ծիծեռնակասար։ Հիմա մենք գնում ենք Գեղովիտից վերցնենք տորթ ու ծաղիկ ու ուղևորվենք Վանևան, որտեղ մեր հոբելյարն իր ընտանիքի հետ զբոսնում են։ Ծննդյան օրն է գնացել են, յանեմ թե այդպես բան անեն, էլի։ Ֆրֆրան լավ որ անցկացնեն ու չգիտի հոբելյարը, որ մենք գնում ենք հիմա նրանց ետևից, գնում ենք, որ գեղեցիկ անակնկալ կազմակերպենք, Հարսիկը Ձյաննան մեծ սիրով ու մանրակրկիտ մտածել է անակնկալը, սա նրա գաղափարն է, մենք կապ չունենք, նա է որոշել, որ այսպես պիտի անենք անակնկալը եւ ասենք որոշել է, որ մոտիկ տեղ գնան, որ մեզ չուշացնեն, ընդ թարսպես գնացել է հեռու տեղ, պետքա գնար Հայրավանք չի գնում է այս խաչմերկից աչենանում գնում են Վարդենիսի կողմ։ Հետևաբար մեր ճանապարհը երկար է, մենք պետք է գնանք Երևան դեռ։ Ունենք շատ սիրուն անակնկալ 13-ամյա դստրիկի թորնուհու անակնկալ տատիկ պապիկի կողմից։ Մի խոսքով բարեկամներ, հիմա մենք կգնանք անակնկալ կանենք ու կուղևորվենք Երևան։ Օրը այսօր խառն է, հարցականները լի։ Հիմա մենք պետք է Գեղովիտից վերցնենք մեր սիրուն տորթ ու ծաղիկը ու գնանք, էլի։ Գնացինք Վարդան։ Թուխմանուկ վանքը, որը ունի բուժիչ հատկություն, բուժում է հիվանդություններ, ընկերներ, կարող եք գալ եւ Աստծուց խնդրել բուժում, հայցել բուժում եւ նա ձեզ կլսի։ Այս վանքը այդտեղն է։ Գյուղի պահապան վանքն է, Թուխմանուկը։ Իսկ մենք նոր ասֆալտի վրայով սլանում ենք դեպի Վանևան գյուղ, աղբեր, թե Արծվանից գյուղում Վանևան։ Դե մենք զանգենք մեր ձյանաքույրիկին, ասենք, օրա, Ֆրանսիայից զանգ է եկել մեզ։ Տեսնես ով է զանգել մեզ Ֆրանսիայից, ֆրանսիական համարով, ասաց ստեղից պետք է վերցնենք, բայց թե որտեղից այդ հարց է, որին կպատասխանի մեր ձյանաքույրիկ, որտեղից պետք է վերցնեինք։ Բարեկամներ, Գեղովիտ գյուղը ունի ամբուլատորիա, ով չգիտի ամբուլատորիան որն է, այդ հիվանդանոցն է։ Հեսա, խաչ կա վրան, այդ խաչով տեղն է, դեղատուն է գրած։ Չէ, դեղատուն է։ Չէ, ներքև պետք է։ Ներքև են գնում, դեղատնից իջնում ենք ներքև։ Ինչպես են իրադարձությունները զարգանում ձեր մոտ։ Շատ լավ։ Շատ լավ է, մեր մոտ էլ է լավ։ Հենա արևը խփել է, չորացել ենք։ Ով կմտածեր, որ Մարտունիում այս եղանակին այսպես արևը կկիզի։ Կիզում են ամեզ, բայց ամբուլատորիան աշկից չերևաց, ես հասա բան է արդեն։ Ամբուլատորիան կաղա կանաչ կրիշով է, չէ, դի պարտեզ էր։ Ամբուլատորիան այդպես էլ չտեսանք, բայց լսեցինք նրա մասին, ինչը մեզ շատ ուժ տվեց, ոգևորեց, որովհետև նման գյուղի համար հիվանդանոց ունենալը դա լուրջ է։ Կանգնենք Նոութի հայաթը, Նոութի բակը։ Նոութի դիմաց է ընկերներ, like սուպերմարկետը, like Note։ Նոութի մենեջերները լավ խոդ են արել, հենց իրանց խանութի դեմը like։ Ասենք ուզես չուզես like-ում ես։
ու այս լայքի պատմությունը, որ մեր վիդեոյի մեջ էլ է, մեր վիդեոն էլ ուզեք չուզեք լայքելու եք, որովհետև լայք։ Եթե ուզում եք լավ ալիքը տարածվի, անակնկալները շատ լինեն, անպայման լայքեք, Գերարդ է կյանքս էլ արախերի փռշտ, բա մեր ժամ միացը չանցում, լարոշություն։ Ախպեր, 1000 բարի, լավ անուշ ախպեր, դու լավ ես։ Հələ տենամ սիրուն ծաղակես, բեր ինչի համար ես մեզ տե կայնացել է։ Հա, լավ, սիրունա։ Քեմրին էլ լա սիրուն, հետո բատեն սարք է։ Թազա տիպ քեմրի, հա։ Անուշ եղբայրը, Անուշ ախպեր չէ, եղբայր։ Գեղովիտի լայք խանութի տերը, մեր Անուշ ախպերն է, ասում արի կոֆե խմենք։ Ես սիրում ու հարգում եմ այդ մարդկանց, ովքեր նկատում են, որ ես իրենց ստեղծածի մասին խոսում եմ, էլի։ Հենց այնպես չի անցնում այդ արածս։ Շնորհակալ եմ։ Եվ շարունակում ենք գնանք հասնենք արդեն ձյաննայից տենանք ինչ ենք անում, որովհետև ոնց որ շատ բան է լավ էլի։ Մի տեսակ ձգվեց այս պատվերը բարեկամներ։ Ձգվել է կարծես ռիզինայի նման։ Ձյանի ռիզինու։ Բարեկամներ մարտունուց աչանելիս մեկ ուրիշ հրաշք տեսարաններ են քեզ հյուր գալիս։ Տեսնում ես ու հիանում։ Այստեղ էլ է ապրում, աշխատում եւ ստեղծում հայ մարդը։ Եվ ասեմ ձեզ, որ շատ լավ են ստեղծում։ Համով, հոտով, կարտոֆիլ, կաղամբ եւ այլ մշակաբույսեր կանաչավուն։ Այստեղ մեր գյուղատնտեսության զարկերակը շատ հզոր է։ Զարկերը լսվում են ամբողջ Հայաստանով։ Այստեղի բերք ու բարիքը Հայաստան ցանկացած տեղ կարող ես տեսնելու հանդիպել, որովհետև այստեղի մարդիկ, Սևանի ավազանի մարդիկ աշխատասեր են եւ ստեղծագործ։ Հիմա մենք Ծովինար գյուղի մոտ ենք, բայց մեր վերջնական գառը շատ հեռու է դեռ։ Ծովինար գեղեցիկ գյուղ, ցույց տու Ծովինարը Վարդան, Ծովինարը թող տեսնեն ինչքան սիրուն է։ Հրաշք գյուղ է, աշնան գույների մեջ, Ծովինարը մեր, Ծովինարը Վարդան, Ծովինարը դիսիշ սիրուն գյուղ է, ախպեր։ Դիանան մեր գլխին մի քիչ սարքել է իր դիզայներական տորթային լուծումով, դրա համար մի քիչ դժվար ենք տորթը տեղափոխում, բայց ոչինչ, հոգ չէ, մենք կտեղափոխենք պատվով, կհասցնենք տեղ տորթը, այդ թե նրանք ոնց հետ կբերեն, այդ չգիտեմ, հուսով եմ ատնառազվի տալերկաների կոլեկցիա ունեմ, որ տորթը այնտեղ ուտեն բրծնի, էլ հետ չբերեն, որովհետև ագին բարդ է սրան տեղափոխել, ինքը պոպոս տորթ է, պոլոս տորթ է, էլի։ Ճանապարհն էլ իր հերթին ծածանում է մեքենան, փրթում է աչուծաղ։ Այս ճանապարհը պետք է վերանորոգվի եւ այստեղ շարժը շատանա, որովհետեւ շատ գեղեցիկ է։ Եթե դուք ուզում եք հրաշք ու տարբերվող ճանապարհ, ապա համեցեք այս կողմեր։ Հրաշք է, հրաշք։ Շատ սիրուն է։ Ամեն ինչը։ Կարծես լայնարձակ դաշտերը կանչեն հայազգին ասեն եկեք տներ կառուցեք եւ բնակվեք այստեղ։ Հենց սա է ասում բնությունն ու սարերը։ Սևանի կողքին հզոր մի բնակավայր կարող է լինել։ Տեղու գազն էլ 150 դրամ ախպեր։ Ու մեքենան թռչկոտում է Վարդան։ Տորթը պահելն էլ բավականին դժվար է այդ թռիչքների մեջ։ Մենք այսօր կշրջանցենք Սևանը, որովհետև ուրիշ տարբերակ չկա, հետ գնալը էլ ձեռնատու չի, պետք է գնանք Ծովագյուղով դուրս գանք։ Արբիելը նայ ծառերս էս ճանապարհի վրա, ուազիկը մեզ խանգարող, էս ինչ հետաքրքիր ջորմամիշ ծառ է։ Սա ինչ է սրա անունը, բարդու տեսակ է։ Բան էլ, սա ագրեսիվ է, թևերը չռել է, ասում է կուտեմ քեզ։ Այսի նկարի աղբերս, այս սրան ենք մենք հասել, տեսեք ինչ գեղեցիկ է, հեքյաթային բարեկամներ, հեքյաթ է հենց այս տեսքն ունի, վայելեք, հատուկ ձեզ համար, գութանկյուն, հայոց աշխարհի չնաշխարհիկ ճանապարհները, արագաչափ, ստեղից աչ ենք անում, ինչ լավ է, աղբեր Վարդենից չենք հասնում, ասում էր Վարդենից ենք, լավ էլի Վարդան, ես էլ մեռա ասելու Վարդենից չես լսում, որ ասում եմ Վարդենից։ Արծվանիստ աղբերս, արծվանիստ ոտքներս խերով լինի, բայց չենք եկել ձեր գյուղացուցան չնորավորենք, ուղղակի ձեր գյուղում ենք։ Գեղովիցիները որոշել են մեր միջոցով անակնկալի միջոցով ցույց տան ձեր գյուղը, լիշ սիրուն բարդիներ են, ապրեն տնկողները, հələ տեսեք ինչ գեղեցկություն է, բաց հեմենդավոզը, вообще հրաշք։ Զգում ես, որ կյանքը ուժեղանում է, բայց արծվանիկ ես
Ոնց որ այն անգամ եկա իմ Անուշ աղբեր Արտյոմի հետ։ Հա, Արտյոմը, որ մեզ եկավ դիմավորեց Սևանի ափին իրար հետ խորոված կերանքով։ Չի տեսել այդ տեսանյութը Պաբլո Էսկոպարի օրինակով, մտեք նայեք, բայց ցեմենտավոզն է ինձ խանգարում, Վարդան։ Բազանցի տեղ էլ չկա։ Բա որ գազ տամ մի մեքենա թռնի առաջս։ Արծվանիկում ծվեն լինենք, բարեկամ։ Արծվանիստում ծվեն Վարդան, բա ոնց որ ճանապարհը փոխեց, հա, չէ։ Հա, լավ։ Արծվանիստում նիստ լինենք։ Շոք է բարեկամներ այսօր Սևանի ավազանում, կարող եք գալ լողանալ Սևանում, ուղղակի մենք ժամանակ չունենք, դե չէ ես հաստատ կլողանայի։ Արելիշ սիրուն բարդիներ են, իմ արև, տնգողը ասենք չի մտածել, որ այս է սիրուն ալնելու իր արածը, ու հիմա այդ չի էլ ուզում կտրի, հիմա ինչքան փետ առնողա գալի ասում է ծախի աղբեր նախ փողը տալիս եմ, ասում է վերցրու քո փողը ու չքվի աչքիցս, քո փողով ինչ չզարմացնես գրողի տարած ու չի ծախում ջոգիր։ Ու այդտենց ինք ասում ես բնության սիրահար եմ, բնությունը իմ համար առաջ տեղ է, այդ փող, մող, ինձ չի հետաքրքրում, այդպես պետք է մարդը, հա, Անուշ աղբեր վիճակ, բարի օր ձեզ, ինչ մնաց, ինչքան մնաց, որ հասնենք, հե, 1:06, արծվանիստ դյուն է, արծիվներն են այստեղ նստել, մեր հայրենակիցներն էլ եկել արծիվներին քշել են, որովհետև իրանք ավելի ուժեղ արծիվներ են ու նստել են արծիվների տեղը, յուղի անուն էլ դրել արծվանիստ, հե, հա? Չէ, անունը չգիտեմ Հոբելյարի, բայց որ նրան շատ են սիրում, դա գիտեմ։ Բոլոր երեխաները շատ են սիրում ու հարսիկի ուղեկցությամբ գլխավորությամբ այդ սիրուն անակնկալը կազմակերպել են։ Մենք էլ արդեն մոտավորապես 3 ժամ է ընկած ենք այս կողմ այն կողմ, Լիլիթին զանգեցինք, գնացինք տորթը վերցրեցինք ու եկանք։ Որը սիրուն տեղ է, բայց հա, արծվանիստը։ Արծվանիստը շատ հոյակապ բնակավայր է, ինձ դուր է գալիս արծվանիստում վարել մեքենա։ Արծվանիստ, արծվանիստ, իմ միակ օթևան։ Արա, այսպես երկում եմ, զանգում ասում են կգաք մեր առիթներին երկեք, ասում եմ կգամ, բայց խոսք չեմ տալի, որ հյուրերը մինչև վերջ կմնան ու կլսեն։ Ասում են լավ, պետք չի որ գաք։ Նունե։ Հոբելյարի անունը Նունե է։ Տիկին Նունեն հարգված ու սիրված է իր ընտանիքի կողմից։ Եվ նրան այնքան շատ են սիրում, որ որոշել են այսչափ գեղեցիկ տարբերվող անակնկալ կազմակերպել արծվանիստում, ինչի համար ես շատ շնորհակալ եմ, որ նրան շնորհիվ եկանք տեսանք արծվանիստը։ Բարեկամներ, վախ։ Բարեկամներ, այս ինչ պարկած ոստիկան էր, պարկած բան էր, ինչ անունը։ Դրանից էլի, հետի որ մեքենաներին հարվածում են թացամասին, ահարկու ձևով։ Թաղեցիները որոշել գցել բռնել են ասֆալտա երկյուղներ են քաշել ու ջարդում են նրանց մեքենաները, ովքեր համարձակվում են արագ վարել այս նեղալիք փողոցներով։ Մարդ պետք է դեբիլ լինի, որ ստե արագ վարի։ Բայց հավատացեք, դեբիլների դեմ էլ պայքարի ձևը էս է, էլի, որ ասես դնեն գազ չտան երեխեքին վնաստան։ Իրական անունը Էռնա, այս սիրուն անունը։ Բարեկամներ, մեր Հոբելյարի իսկական անունը Էռնա է, իսկ նրան ասում են Նունե, բայց Էռնան ինձ դուր եկավ, Էռնա կասեմ։ Ահա նրանք բարեկամներ, գեղեցիկ նիկելապատ բոնդոժներով Տիանան է կադրերում և մենք հիմա չգիտեմ որտեղ գնանք, որ սարի տակ, որ քարի տակ։ Ընկերներ, սա հրաշք է, մի հրաշալի տեսարան, որ Վարդանը հաստատ դրոնով կնկարի։ Այս ինչ սիրուն, ախպեր որ դարի եկեղեցի հա տղեր, խաբարեք։ 9-րդ դարի եկեղեցու բակում մենք պատիվ ունենք անակնկալ անելու։ Վարդան, կայնի, եննես չի, կայն, Վարդան։ Այս ենցա, 9-րդ դարի եկեղեցի, զանգենք Տիանային։ Այն ախպեր, մենք այսնց ենք սիրում բարևել այսնց։ Նիկելով բանդաժնով Տիանան կոնն է ախպեր, սիրուն է։ Հերբից աշկ ծակեց։ Հնդե են։ Գալիս են, դուք եք ալի առաջ։ Հա։ Լավ։ Ուր են բա, ուր են մեր Հոբելյար ապարը։ Այգում են, չեն տեսնում։ Այգում զբոսնում են, լավ։
Լավ, լավ։ Ավելի գեղեցիկ տեղ ես չէի կարող պատկերացնել, իսկ մեր տիկին Էրնան այնտեղ է։ Բայց ջոզալ սիրուն անն եմ չեմ կուղե։ Որ մեկնա։ Սև կուղկայով։ Ավելի լավ տեղ էլ չէր կարող լինել։ Ձեր ծննդը շնորհավորելու, շնորհավոր լինի ձեր ծննդյան օրը։ Էդ ինչ սիրուն անուն ունեք տարբերվող, Էրնակույրիկ շնորհավոր ձեր ծննդյան օրը, եկել ենք ձեզ շնորհավորենք ու սեր ու հարգանք ցույց տանք։ Վախեցաք։ Շատ։ Բայց դրա համար էլ արին։ Ես ամենուր ձեզ տեսնում եմ։ Այդ դրա համար եկել եմ որ մտել մոտիկից տենակ ու ձեր ծնունդը շնորհավորեմ։ Չէ, ինչ եք անում։ Չանեմ։ Այս է սիրուն է, շատ սիրուն է, բնական ու գեղեցիկ։ Ով ա ուզում գա պաչիկ անի մի հատ, հա։ Այսով էր կազմակերպել։ Իհարկե։ Աստված ամոր ջերմ ժպիտով գրկել ես որդուց ժպտաց Միշտ երջանիկ լինեք, ուրախանալու լիքը պատճառներ ունենաք եւ այս պահը հատուկ կազմակերպել է ձեր հանդեպ եղած սերը ցույց տալու համար։ Ստեփանին շատ շնորհակալ։ Ձեր երեխաների կողմից Հարսիկի գլխավորությամբ որ եկա պաչեց, տեսակ։ Շատ է ձեզ սիրում։ Դե մատ երազանք պահեք, չեք պատկերացնի ինչքան դժվար ենք այս ամեն ինչը հավաքել, որ գանք հասնենք ձեզ։ Հա ինքը ուզեցել է որ սա իր ուզած ձևով լի։ Ասել է պետք չի դուք բերեք։ Դե որտեղից քեզ այսքան բարություն մայրական սերը չունես Մերսի շատ։ դες տորտիկը, դες քաղցրությունը մայր սերը թեքիաթի է նման դուք փոխանցի ձեզ, հա, թող շնորհ։ քեզ այսքան բարություն մայրական սերը չունես Խնամիներ, այս քաղցրությունը վերցրեք Հարսիկը գործ ունի անելու։ Հարսիկը մի հատ էլ հələ սիրուն ծաղիկներ պետք է անվի, զգուշ բայց ծակելու է ձեռը։ Շատ զգուշ էլի։ Բա, Հարսիկ եմ ասել։ Վանքի լույս է ջրական մար մայրս մեկ ապտակ է տվել որ որդին ճամփից չի շեղվել Ու Այ սենց։ Մայրսերը թեքիաթի է նման Է լավ աղբեր, հա։ Կարող է սաղսներով հավաքենք մի հատ բան անենք, սիրուն։ Դե եկեք տերև ենք հավաքում, ամեն մեկը ինչքան կարա։ Հա։ Աղբերս այնի մեծ է, մեզ փոքր բաներ ա պետք, հեսա մենք մեր Էրնակույրիկին այնպես պահեր պարգևենք, որ Էրնեք տան մնացած է։ Ահա։ Ով ինչքան հավաքես, նորմալ հավաքել եք, Հարսիկ է դու չես հավաքում, հա։ Հենա, հավաքյա տեղին հենա։ Հեսա ձեզ սիրուն աշնանային գույներ ենք նվիրելու։ Եկեք, դες մեջտեղը կանգնեք։ Չեք սպասում, որ նման բան կարող է լինել։ Եկեք դե, եկեք, այսինքն երկու կողմից կանգնում ենք ու ասենք շնորհավոր։ Շնորհավոր։ Սիրուն էր, հա։ Ես զգում էի, որ սիրուն կլինի այս պահը։ Եսում սիրուն զատիկ մեքենան է։ Ինչ լավ մեքենա է։ Շատ ընտիր մեքենա է։ Ժնևյան սալոնից։ Հա, հիմա մենք դեռ չենք գնում, որովհետև Վանևան վանքը մեզ դուր եկա, բարեկամներ։ Հետևաբար մի բան, որ մեզ դուր է գալիս, նկարում ենք ու բոլորի ցույց ենք տալիս։ Անպայման կգաք Արցվանից գյուղ եւ ներկա կգտնվեք Վանևանի այս եկեղեցու բակում։ Հեսեք ինչ սիրուն է։ Հրաշք, աշնան գույների մեջ, աշուն է դրսում, ցուրտ աշուն, հետո ինչ էր չեմ հիշում, բայց աշուն էր։ Հələ տեսեք, հրաշք մի վայր ու տեսարան, խնձորներ էլ կան։ Տեսեք ինչ աշուն է այստեղ, հեքիաթային։ Գեղեցկություն, որը բառերով չես նկարագրի,
Այս տեսածները տել հեչա, պետք է գաց գեղեցիկ Ժնևի սալոնից գնված Volkswagen Ժուկով, ինչ է անունը, Volkswagen Battle-ով եկել են, լիշ սիրուն է, սպորտային մեքենա է, սրանով ռալիների են մասնակցել հաղթել, ասեմ ձեզ, Մարտունու ռալիների հաղթողն է։ Բարդիները ձուլվելով արևի շողերի հետ, կարծես այրվեն, կրակներ լինեն անշեջ, զարդարել են եկեղեցու շրջակայքը։ Սիրուն է, սիրուն, նայեք հրաշք։ Ներսերը նկարեմ։ Մուտք են գործում Վանևան, վանք, վանական համալիր, հա, տեսեք ինչ։ Խորանից սենյակներ կան։ Եվ գլխավոր վանքի ներս ենք մուտք գործում, որտեղ խորանն է և գեղեցիկ ճարտարապետական լուծումները։ Խորհրդավոր ընթրիքը Ուժեղ աղբեր է եկե մեծ հյուր։ Աղբեր հմի ոնց ես բարևում, կան ջոգ ենք է։ Ոնց ես, անտ ինչ է։ Գուրգեն ջան։ Գուրգենը լրիվ իմ մանկությունը ինձ հիշացրեց, այն որ կոշիկ չէի հագնում։ Ել եմ նման օրեր։ Հա, եղել են պահեր, որ ես չեմ հագել կոշիկ։ Վարդանի հետ այդպես պահեր չել է, որտեղ Վարդանը փոքր է, էլի մի քիչ։ Մի 6-7 տարի, համար ինքը չգիտի ինչ է առանց կոշիկ, ես գիտեմ։